Ճանաչողական այց այն էլ ոչ դատարկաձեռն, Ավստրիայի արտգործնախարարը Գյումրիում էր։ Երեխաների թվի աճ, թե նվազում, մանկապարտեզներում շարունակվում է երեխաների ընդունելության գործընթացը։ Հայաստանի տեղական իշխանությունները սահմանափակ դեր ունեն, սեմինար նվիրված Հայաստանում տեղական ժողովրդավարության խթանմանը։ Անվտանգության կանոնների խախտում, նաև դեպ շոկ, հրդեհների մեծ թիվ Շիրակի մարզում։ Ցայք մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում ազդարար լրատվականն է, տաղավարում ձեզ համար կաշխատի Ելենա Ավետիսյանը, բարև ձեզ։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցն այսօր Գյումրիում էր։ Նրա գլխավորած պատվիրակությունը նախ այցելել է ավստրիական մանկական հիվանդանոց, նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին եւ բուժ սարքավորումներին։ Այնուհետ Ավստրիայից ժամանած պատվիրակության անդամները Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ եղել են նաեւ Էմիլի Փոքրիկ Արև հաշմանդամություն ունեցող երեխաների համար կառուցվող խնամքի կենտրոնում։ Ganz kleine Teil. Ավստրիայի արտգործնախարարն ավստրիական մանկական հիվանդանոցում Էսա Գյումրի ժամանած Սեբաստիան Կուրցի առաջին կանգառն է։ Ծանոթանում է հիվանդանոցի շենքային պայմաններին, ուսումնասիրում բուժ սարքավորումները։ Հիվանդանոց Սեբաստիանը դատարկաձեռն չէր եկել, բուժ հաստատությունը եւս մեկ նոր ախտորոշիչ սարք է նվեր ստանալու։ Հաստատուղթը բերել է արտգործնախարարը, սարքը տեղ կհասնի առաջիկայում։ Սեբաստիան Կուրցին ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենը տեղեկացնում է, որ բուժման կուրս անցնողները բացի դեղորայքից նաեւ անվճար սնունդ են ստանում։ Նման բան ըստ Աշոտ Գուրգինյանի ոչ մի արկում չկա։ Und sonst ist in den Spitälern ist es kostenpflichtig? Մեր pedagogan պատվերի շրջանակներում դեռևս սննդի գումար հələ որ ցավոքսուդի չկա, բայց ես գիտեմ որ նախարարությունը ծրագրեր ունի։ Ավստրիան եւ Հայաստանը բազմաթիվ ծրագրեր են համատեղ իրականացրել ու շարունակում են դրանք կյանքի կոչել։ Գյումրիում ամենամեծ ծրագիրը հենց ավստրիական մանկական հիվանդանոցի հիմնադրումն է եղել։ Այս հիվանդանոցի հետ կապված անելիքներ դեռ շատ կան։ Für dieses Projekt und es gibt auch Մենք այս հիվանդանոցը մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում, այսօր էլ եկել ենք համաձայնության, որ տեղի բժիշկները ավելի հաճախակի կարողանան հանդիպել ավստրիացի մասնագետների հետ նոր գիտելիքների եւ փորձի ձեռքբերման նպատակով։ Գյումրիում հիմա եւս մեկ նոր ծրագիր է իրականացում, հաշմանդամություն ունեցող երեխաները շատ շուտով կկարողանան այցելել եւ իրենց օրն անցկացնել Էմիլի Փոքրիկ Արև կոչվող այս հատուկ մասնագիտացված Ավստրիայի արտգործնախարարն ասում է, իրենց բոլոր ֆինանսական ներդրումները Գյումրիում եղել են նպատակային։ Այն, որ հիմա մենք այստեղ ենք, ասածից լավագույն օրինակն է, այստեղ մեծ աշխատանք է տարվել, նաև շատ կամավորներ կան, ովքեր աշխատում են Էմիլի Փոքրիկ Արևում առանց ֆինանսական ակնկալիքների։ Նրանք հիմնականում կամավոր կենսաթոշակառուներ են Ավստրիայից կենտրոնի համար թերապիայի սարք ենք բերել։ Հայաստանն ու Ավստրիան զարգացման ընդհանուր հեռանկարներ ունեն, Սեբաստիան Կուրցն ասում է, Գյումրի է եկել ճանաչողական այցով, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում են որոշ քաղաքական եւ տնտեսական հարցեր կարգավորելու եւ քննարկելու համար։ Հայաստանում շատ ավստրիական, Ավստրիայում էլ բազմաթիվ հայկական ձեռնարկություններ կան։ Արտգործնախարարը վստահ է, որ դրանց արդյունավետ գործունեությունը երկու երկրի միջև առկայուն հարաբերությունների շարունակությունն է լինելու։ Արմենու Հիմնական Խաչատուր Գևորգյան ազդարար։ Տեղական ժողովրդավարության խթանումը Հայաստանում հանրապետության հյուսիսային հատվածի համայնքների շուրջ 200 ղեկավար եւ ավականու անդամ մասնակցել են Գյումրիում Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից անցկացվող սեմինարին։ Վերջինիս նպատակն է ներկայացնել կոնգրեսի կողմից 2014 թվականի մարտին ընդունված թիվ 351 հանձնարարականը։ Այն ողջունում է տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների իրականացման ուղղությամբ պետության կողմից գործադրված ջանքերը միաժամանակ առաջարկելով Հայաստանի իշխանություններին վերանայել օրենսդրությունը, հատկապես սուբսիդիարության սկզբունքը կիրառելու, ինչպես նաև տեղական իշխանությունների սեփական եկամուտները մեծացնելու նպատակով։ Սեմինարն իրականացվում է Դանիայի կառավարության աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը ծրագրի շրջանակներում։ Տեղական ժողովրդավարության խթանումը Հայաստանում թեմայով սեմինարի անցկացումը Գյումրիում հետապնդում քննարկել եւ վերլուծել 2014 թվականի մարտի 26-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից ընդունած Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351 հանձնարարականը։ Տեղական ինքնակառավարման խարտիայի հարցերով անկախ փորձագիտական խմբի անդամ Յենս Վայլքը նախ ներկայացրեց խարտիայի գործունեությունը։ Ինչպես
ինչպես ասացի, հաստատվել է կոնկրետ համակարգում, դա Եվրոպայի տեղական տարածքային իշխանությունների կոնգրեսն է, դա քաղաքական հավաք է, ձեզ նման մարդկանց ավականու անդամների, համայնքապետերի հավաք է, ժողով է, որտեղ ներկայացված են տարածաշրջանները եւ թիմերը։ Երկու պալատներից է բաղկացած կոնգրեսը, տեղական իշխանությունների պալատ եւ տարածքային պալատ։ Կոնգրեսի անդամ Նայջել Մարմագենը ողջունելով տեղական կառավարման եվրոպական խարտիայի դրույթների իրականացման ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը, մասնավորապես 2005 թվականի սահմանադրական փոփոխություններն ու 2008-ի նոր օրենսդրության ընդունումը, այնուամենայնիվ նշեց, որ Հայաստանի տեղական իշխանություններն ունեն սահմանափակ դեր։ We found some excellent things happening in Հայաստանում շատ տպավորիչ զարգացումներ են տեղի ունեցել եւ շատ հարցերում Հայաստանը առաջընթաց է արձանագրում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առումով, բայց մենք նաեւ որոշակի առաջարկություններ ունենք, թե ինչպես ել ավելի բարելավել իրավիճակը։ Կոնգրեսը Հայաստանի իշխանություններին առաջարկում է վերանայել օրենսդրությունը, կիրառելու համար սուբսիդիարության սկզբունքը եւ տեղական իշխանություններին հնարավորություն տալ կանոնակարգել եւ կառավարել հանրային հարաբերությունների զգալի մասը։ I suppose the two main Դա տեղական ինքնակառավարման ֆինանսավորման հարցն է։ Դա իհարկե Հայաստանի համար յուրահատուկ չէ, դա շատ տեղերին է բնորոշ, որ կենտրոնական իշխանությունները, կենտրոնական կառավարությունը միշտ էլ հաճույքով չի գումարը տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին։ Մյուս կարևոր հարցը վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են, որպեսզի համայնքները ի վիճակի լինեն իրենց բնակիչներին լավ մակարդակի ծառայություններ մատուցել, իսկ Հայաստանի համայնքները շատ փոքր են մասնատված։ Փորձագետների կարծիքով փոքր ու թույլ համայնքների առկայությունը շարունակում կառուցվածքային խնդիր հանդիսանալ, անհավասարակշռություն ստեղծելով տեղական իշխանությունների միջև։ Հաջորդ մտահոգությունը համայնքների ավականիներին է վերաբերում։ Վերջիններիս իրավասություններին առնչվող հարցերը շատ են, նախաձեռնությունների իրագործման կարողությունը նվազ։ Ճիշտ է, ակտիվության մասով ես չի կարող ասել, որ կա մեծ ակտիվություն, բայց որոշ ակտիվություն արդեն նկատվում է։ Եվ ավականները նաև ինչու՞ չէ մասնակցում են մեր բոլոր աշխատանքներին։ Կան համապատասխան 6-7 հանձնաժողով են կազմված, քաղաքաշինական տարբեր ուղղությունները, մշակույթի ոլորտում, այդ բոլոր միջոցառումները, որոնք կազմակերպվում են, ավականիները իրենց ուրույն դերն ունեն։ Որոշակի դրույթների վրա հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել, ինչպես ասենք բնակչության մասնակցության խնդիրն, ինչպես սուբսիդիարության սկզբունքն, ինչպես ֆինանսների եւ լիազորության համապատասխանության սկզբունքն, ինչպես ավականու ինստիտուտի դերի բարձրացման սկզբունքն, ինչպես պետություն համայնք հարաբերությունների մեջ հստակեցում մտցնելն։ Սեմինարի նպատակն է տարածել անցկացված մոնիտորինգի արդյունքներն ու առաջարկները Հայաստանի համայնքների ընտրված ներկայացուցիչների շրջանում եւ խթանել այն միջոցառումներն ու մոտեցումները, որոնք կարող են գործնականում կիրառելի դարձնել հանձնարարականները։ Տեղական փորձագետների կարծիքը ինչքան էլ լինի, ինչքան էլ մենք փորձենք համոզել, որ այ հարկավոր այսպիսի բարեփոխումներ, վերջիվերջո Խարտիայի արձանագրությունը կամ Խարտիայի հետ կատարված նման առաջարկությունները անուշադիր լինել չեն կարող։ Միևնույն թեմայով հաջորդ սեմինարը կանցկացվի Սիսիանում սեպտեմբերի 11-ին։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Ֆրանսիայի Սենատի եւ Ժողովի Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի անդամներին Արցախում դիմավորել է արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Խորհրդարանում նրանց դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ, հասարակական քաղաքական գործիչներ։ Խմբի ղեկավար Ալեններին հանդիպման սկզբում ընդգծել է, որ Ստեփանակերտում են, լավ գիտակցելով, որ կարող են հայտնվել Բաքվի սև ցուցակում։ Արցախյան խնդիրը միայն խաղաղ ճանապարհով պետք է կարգավորվի։ Ստեփանակերտում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումն է արտահայտում սենատորը եւ ավելացրել, որ առանց Արցախի անմիջական մասնակցության չի պատկերացնում հարցի լուծումը։ Արցախ ժամանած պատվիրակությունը եղել է նաև Շուշիում շրջել քաղաքի թանգարաններով, համագործակցության մասին խոսել մշակույթի նախարարի հետ։ Ֆրանսիացի հյուրերը նաև առաջնագծում են եղել։ Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմամբ ավարտվում է ֆրանսիացի օրենսդիրների երկօրյա այցը Արցախ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում գերության գտնվող Սարգիս Անանյանին։ Armen Press-ի տվյալներով Կարմիր խաչի գրասենյակը այցի մասին տեղեկացրել է գերու ընտանիքի անդամներին ու Հայաստանի իշխանությանը։ Սարգիս Անանյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է։ Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմը հայտնել էր, որ նա հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում։
Զինծառայող Սամվել Հարությունյանի մահվան գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող Շարքային Վարդան Վրեժի Դավթյանը։ Քրեական գործը հարուցվել էր սպառնալիքի դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը հատկանիշներով։ Հիշեցնենք, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում հայտնաբերվել էր Շարքային Սամվել Հարությունյանի դին ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով։ Զինծառայողը պահակախմբում որպես ժամապահ էր ընդգրկված։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Բաքվում մեկնարկել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ պետությունների արտգործնախարարների 4-րդ ոչ պաշտոնական հանդիպումը։ Հայաստանի պատվիրակությունը չնայած հրավերին հանդիպմանը չի մասնակցում ի տարբերություն գործընկերության մյուս անդամ երկրների՝ Բելարուսի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի։ Բրյուսելը ներկայացնում են Եվրամիության ընդլայնման ու արևելյան հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ Եվրամիության գերագույն ներկայացուցիչ տեղակալ Հելգա Շմիդտը։ Հանդիպման գլխավոր նպատակը արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության ընդլայնումն է։ Կողմերը պետք է նաև քննարկեն 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի արդյունքները եւ համագործակցության հետագա հեռանկարները։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն նոյեմբերին Փարիզում։ Մոնյեն ասել է, որ հանդիպումը կլինի եռակողմ, որին կմասնակցի նաև հանդիպման կազմակերպիչ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը։ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 4-ից 6-ն այցելել է Քեսաբ եւ Լաթաքիա։ Սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր։ Շնորհավորելով քեսաբահայերին Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու առիթով Տիգրան Գևորգյանը բարձր է գնահատել քեսաբցի հայ մարդու իր հողի վրա ապրելու եւ արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը։ Հայաստանի Հանրապետության Գործնախարարության հաղորդմամբ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չապարյանը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին քեսաբահայության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության եւ հոգատարության համար։ Արարողությանը հետեւած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ու Քեսաբի քաղաքապետը քննարկել են քեսաբցիների առջև ծառացած խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ։ Այս անգամ որոշումն ընդունվել է մեծ դժվարությամբ։ Ֆինլանդիայի վարչապետի խնդրանքով պատժամիջոցների կիրառումը հետաձգվել է։ Պաշտոնապես Եվրամիությունը կհետևի ուկրաինական հրադադարին, եթե այն խախտվի, արդեն պատրաստված եւ հաստատված պատժամիջոցներն անմիջապես կգործեն։ Արդեն հայտնի է, որ խոսքը նավթագազային հսկաների մասին է։ Միջոցներով կսահմանափակվի Ռոսնեֆտի, Տրանսնեֆտի եւ Գազպրոմի մուտքը միջազգային շուկա։ Ավելի վաղ պատժամիջոցներին անդրադարձել է Ռուսաստանի վարչապետը։ Ռուսաստանի վարչապետը սպառնացել է փակել օդային տարածքը արևմտյան ավիաընկերությունների համար։ Եվրամիության անդամ որոշ երկրներ Բրյուսելին խնդրել են ավելի զուսպ լինել պատժամիջոցների հարցում, ինչն էլ տեղի ունեցել։ Եվրոպական խորհրդի նախագահն ու Գերմանիայի կանցլերը սկսել են խոսել պատժամիջոցների վերանայման ու կրճատման մասին, բայց պայմանով Ուկրաինայում պետք է խաղաղություն լինի։ Ուկրաինայի հրադադարի վերաբերյալ փաստաթղթի համաձայն աշխարհազորայիններն ազատ են արձակել 1200 պատանդի։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները խոստացել են մինչև շաբաթվա վերջ ազատել եւս 863 զինվորականի։ Այս մասին տեղեկացրել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն արևելյան շրջաններ կատարած այցի ժամանակ։ Ուկրաինայի նախագահը եղել է նաև Մարիուպոլում։ Նա նշել է, որ ուժայիններն ու զինտեխնիկան բավական են երկիրը պաշտպանելու համար, սակայն կարևորել է, որ անհրաժեշտ է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Համաձայնագրում որևէ անդրադարձ չկա Ուկրաինայի անկախության հարցին։ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դա քննարկման թեմա չէ։ Հրադադարի հաստատումից հետո կողմերի միջև հակամարտությունը չի դադարել։ Որոշ շրջաններում փոխհրաձգությունը շարունակվում է։ Զինադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքները նույնպես չեն դադարում։ Հրադադար հայտարարելուց հետո Ուկրաինայի արևելքում զոհվել է ուկրաինացի 4 զինվորական, եւս 29 վիրավորվել են։ Դարձյալ վերադառնանք տեղի նորություններին։ Խորհրդարանական հայտարարությունների ժամին այսօր սեպտեմբերի 9-ին կարևորվել
կենսաթոշակների փոփոխված օրենքը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը։ ՀՅԴ խմբակցության падգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Քարյակի падգամավորները պատրաստվում են նոր դրույթները սահմանադրական դատարանում վիճարկել 3 հիմնական հարթությունում, այն է օրենքի ընդունման ընթացակարգերի խախտում, իրավունքի գերակայության սկզբունքի խախտում եւ սոցիալական իրավունքի սահմանադրական նորմերի խախտում։ Խորհրդարանական ընդդիմադիր Քարյակի ավելի քան 2 ժամ տևած հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավարը լրագրողներին ասել է, որ Քարյակի 8 կետանոց օրակարգից միայն մեկի շուրջ տարաձայնություն կա։ ՀՅԴ-ն այս փուլում կարևորում է սահմանադրության փոփոխությունները։ Մյուս ուժերը համարում են, որ դեռ դրա ժամանակը չէ։ Արմեն Ռուստամյանը նիստից հետո հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Քարյակը կարող է տրոհվել նույն անհամաձայնության պատճառով։ Այսօրվա նիստում Քարյակում 7 կետի շուրջ համաձայնության է եկել։ Քարյակը 7 կետով քարյակ է, ասել է Ռուստամյանը։ Նիստում քննարկվել է կուտակային կենսաթոշակների փոփոխված օրենքը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը։ Արմեն Ռուստամյանի խոսքով, թեև ՀԱԿ-ն ու Ժառանգությունը նպատակահարմար չեն գտնում դատարան դիմելը, սակայն նիստում հայտարարել են, որ պատրաստ են միանալ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը։ Քննարկված հարցերից Ռուստամյանն առանձնացրել է նաեւ սահմանապահ գյուղ հասկացությունն օրենքում ամրագրելու նախաձեռնությունը։ Նայրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։ Քարյակը քննարկել է արտագաղթի վերաբերյալ լսումներ հրավիրելու հարցը, համաձայնեցրել է դիմումի տեսքը, որով խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկում են խորհրդարանական լսումներ հրավիրել արտագաղթի եւ դրա պատճառների վերաբերյալ։ Նայրիտ գործարանի բաժնետերերի խորհրդի նիստում որոշում է ընդունվել աշխատանքից ազատել ձեռնարկության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին։ Նայրիտի նոր տնօրեն կնշանակվի նրա տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը։ Հիշեցնենք, Նայրիտի հետ գործնական ծրագրեր ուներ Ռոսնեֆտ ընկերությունը։ Երևանի հիվանդանոցների բժիշկների մոտ բուժվելու կամ խորհրդատվություն ստանալու համար այլևս կարիք չկա հասնել մայրաքաղաք, բավարար է տեսակապ հաստատել։ Հեռաբժշկությունը սկսում է գործել նաև Հայաստանում։ Մեր երկիրը միակն է ԱՊՀ-ում, որտեղ համակարգը ներդրվում է խորհրդարանի որոշմամբ։ Աջակցում է Հնդկաստանը։ Առողջապահության ազգային ինստիտուտում օնլայն բժշկության մասին քննարկմանը մասնակցել են նաև մարզային հիվանդանոցների մասնագետները։ Պայմանագրով նախատեսված է օնլայն բժշկությունը դնել Հայաստանի 11 հիվանդանոցում, հեռավոր մարզերում ու Հայաստանի սահմաններից դուրս բժիշկները կաշխատեն միասին։ Օնլայն կշփվեն կոլեգաների հետ ու հիվանդների օնլայն բուժում ու խորհրդատվություն կանցկացնեն։ Հեռաբժշկության ոլորտում Հնդկաստանը մեծ փորձ ունի։ Հնդիկ մասնագետները պատրաստ են այն փոխանցել հայ գործընկերներին։ Պայմանագրով նախատեսվում է նաև հեռաբժշկության տեխնիկական աշխատողների վերապատրաստում եւ ծրագրային ուսուցում։ Շարունակում ենք թողարկումը։ Անցնող ամառը Շիրակի մարզի համար եղել է խնդրահարույց, գրեթե բոլոր խոտածածկ տարածքներում արձանագրվել են հրդեհների դեպքեր։ Շիրակի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն աշխատել է մեծ լարվածությամբ, պայմանավորված օդի բարձր ջերմաստիճանով եւ մարդկանց անփութությամբ հնարավոր չի եղել խուսափել կամ գերեզմանատներում բռնկված հրդեհներից։ Նախադեպը չունեցող համար Շիրակի մարզում հրդեհային տեսչության պատասխանատուներն անհանգստացած են վերջին մեկ ամսում մարզի խոտածածկ տարածքներում գրանցվել է հրդեհի 53 դեպք։ 10 տարվա տեսչական ստեղծման օրվանից առ այսօր նման քանակի հրդեհներ դեռևս չի եղել։ Հիմնականում այդ հրդեհները խոզաններում է, չոր բուսածածկույթներում է, ամայի տարածքների ավտոճանապարհերի եզրերին, որ բնակչության անփույթ սիգարետ գցելու եւ այլ պատճառով տեղի կունենա, եւ միաժամանակ մեր գերեզմանատներում։ Մեծ թվով հրդեհներ գրանցվել են Գյումրիում 26 նյութական մասի չափը կազմել է 90,000 դրամ։ Երկրորդ տեղում Ախուրյանն է հրդեհի 11 դեպքով եւ 1,90,000 դրամ նյութական վնասով։ Անցած օգոստոսին Աշոտսկում 6 հրդեհ է եղել 32,100 դրամ, Անիում 3 հրդեհ 1,80,000 դրամ կազմող նյութական վնասի չափերով։ Նյութական վնասի թվերը վերջնական չեն, որովհետեւ հրդեհներ կա նշանակված է ապրանքագիտական, հրդեհատեխնիկական փորձակնությունների, որոնք դեռ ավարտված չեն, որից հետո կփոխվի նաեւ նյութական վնասի չափը։ Գուցե պակասի, գուցե ավելանա։ 53 հրդեհն էլ գրանցվել է մարզի խոտածածկ նաև որպես անասնակեր անբարված դեզերի տարածքներում։ Այստեղ ինչպես օդի բարձր ջերմաստիճանն է մեղավոր, այնպես էլ մարդկային գործոնն է առկա։ Հրդեհների հստակ վիճակագրություն կա նաև գերեզմանատներում։ Մարդիկ շիրմաքարերի տարածքները մաքրում են, հետո հավաքածախտն ու տարածքի չոր այրում առանց հետևանքների մասին մտածելու։ Հաշվի առնելով հանգամանքը, որ առջևում Սուրբ Խաչ եկեղեցական տոնն է, ու այդ օրը մեծ թվով մարդիկ են գնում գերեզմանատներ, Շիրակի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության
Թե շրջանավարտների նույն թվականակով մանկապարտեզներին կհաջողվի ընդունել նոր երեխաներ, առայժմ անհայտ է։ Թեպետ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժինը երեխաների ընդունելության ընթացքը գնահատում է գոհացուցիչ, այնուհանդերձ որոշ մանկապարտեզների տնօրեններ տեղեկացնում են, որ պակասել է սաների թիվը։ Վերջին տարիներին Գյումրիում արտագաղթի տեմպերի մեծացման և ծնելիության նվազման հետևանքով սաների թվի պակասն ակնառու է նաև Գյումրու որոշ համայնքապատկան մանկապարտեզներում։ Մյուս կողմից էլ սաների թվի պակասը պայմանավորված է մանկապարտեզների վճարովի լինելով։ Այս տարվա երեխաների թիվը ոնց որ թե նվազել է։ Մեր մանկապարտեզից գնում են եւ Ռուսաստան, մի քանի երեխաներ էլ արտասահման են մեկնել ծնողների հետ մեկտեղ։ Այնուհանդերձ այս պայմաններում էլ Գյումրու որոշ մանկապարտեզներում նոր երեխաների ընդունելության նախնական տվյալները համարվում են նորմալ։ Մասնավորապես Մանկիկ եւ Ծիածան մանկապարտեզներում նոր ընդունված երեխաների նախնական տվյալների եւ այս տարվա շրջանավարտ սաների թվի միջև էական տարբերություն չկա։ Մենք թվով 30 երեխաներ դպրոց ենք ճանապարհել եւ մինչ այս օրս այդ ճանապարհելուց հետո 25 երեխա արդեն ընդունել ենք, մեկն էլ հենց այսօր ընդունեցի 26 երեխաներ ենք ընդունել։ Այսօր ընդունել ենք 41 երեխա, 40 երեխա ճանապարհել ենք դպրոց։ Մենք երեխաներին ընդունում ենք 2.5 տարեկանից, բնական է մինչև 6 տարին լրանում է դպրոց ենք ուղարկում։ Թորնիկ մանուշակում 38 են գնացել։ Հիմա 45 նոր երեխաներ ընդգրվել են։ Կան նաև նախակրթարաններ, որտեղ քիչ են, ասենք, բայց այդ process-ը շարունակվում է։ Օրինակ, ասենք, ուսո արագացում 55 գնացել են, այս պայմանությամբ 44-ը ընդգրկված է։ Կան էլի, ասենք, երազանքում 33 գնացել է, 20-ն է ընդգրկված։ Գյումրու որոշ մանկապարտեզներում այսօր էական տարբերություն կա այս ու անցած տարվա երեխաների թվաքանակի միջև։ Եթե ներկայում Ծիածան մանկապարտեզը ըստ ցուցակի ունի ընդհանուր թվով 145 սան, նախորդ տարվա 150 երեխայի փոխարեն, ապա պատկերն այլ է Մանկիկ մանկապարտեզում։ Տարվա 100-ից 120 երեխայի փոխարեն նախադպրոցական այս հաստատությունը ըստ ցուցակի այսօր ունի 80-ից 90 երեխա։ Երևույթը կրկին բացատրվում է ծնունդների պակասով, արտագաղթով եւ ծնողի վարձավճարը մուծել չկարողանալու դժվարությամբ։ Քաղաքապետարանում հերքում են Գյումրիում արդեն երկար ժամանակ շրջանառվող այն լուրերը, թե սաների թվի պակասի պատճառով կարող է մանկապարտեզներ վերամիավորվեն։ Աշխատակազմի կրթության բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Սուլթանյանը տեղեկացնում է, որ մանկապարտեզների վերամիավորմանը եւ աշխատատեղերի կրճատմանը դեմ է քաղաքապետը։ Անի Մկրտչյան, Արթուր Մարկարյան, Ազդարար։ Ջավախքի հայկական դպրոցներում հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը կրկնակի կրճատվել են։ Հայոց լեզուն եւ գրականությունը արդեն մի քանի տարի չկա նաեւ ավարտական քննությունների ցանկում։ Փոխարենը պարտադիր է դարձել վրացերենի իմացությունը։ Տերյանի թորնուհին է Դեղցանիկը կեսդար Նինոսպինդայում դասավանդել է հայոց լեզու եւ գրականություն։ Քաղաքում նրան բոլորը գիտեն, նկուղը, որտեղ պահում էր մի քանի տասնյակ գրքերը, մոխրացավ։ Դրանից հետո Դեղցանիկ տատը հեռացավ դպրոցից, իմացել էր, որ գրքերը վառել էին նույն դպրոցի վրացի երկու ուսուցիչներ։ Հիմա ապրում է այլ հասցեում քրոջ հետ։ Հրդեհից հետո քույրը Սանդուղկը իր տան բոլոր գրքերը հանձնեց հայկական դպրոցներին։ Հիմա չեն աշխատում, չեն էլ դժգոհում, խոսում են կարևորի գրքերի մասին, որոնք չեն այրվել։ Ջավախքում կրճատվել է նաև հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը 8-ից դառնալով 4։ Մանկավարժները չգիտեն ինչպես ամբողջական նյութը փոխանցել աշակերտներին։ Ստիպված օգտագործում են դասամիջոցները կամ պարապում արտաժամյա առանց ձևակերպման։ Հայոց պատմության դասավանդումը դպրոցներում պետական ծրագրերով նախատեսված չի եւ ոչ էլ անցնում են արտաժամյա դասընթաց։ Հայոց լեզուն եւ գրականությունը արդեն մի քանի տարի չկա նաեւ ավարտական քննությունների ցանկում։ Ջավախի շրջանավարտների ատեստատում մայրենի մասին ոչ մի նշում, փոխարենը պարտադիր է վրացերենի իմացությունը։ Չպիտի այդ ամենը հաշվի առնի եւ երեխային սովորեցնի լեզուն գրականություն այնպես, ինչպես հարկն է։ Նույնիսկ հավաքարար աշխատելու համար Նինոսպինդայում պարտադիր է վրացերենի իմացությունը։ 60-ամյա Ասիա Մանուկյանը դպրոցում աշխատելու համար պետք է վրացերենի քննություն հանձնել։ 30 տարվա մանկավարժն այս ուսումնական տարվանից դասարան չմտավ։ Պատկամ ունենք, որ մենք ուր որ գնանք, ինչ որ լինենք, մեր մայրեն լեզուն չպիտի մոռանանք։ Հայոց պատմությունն ու հայ եկեղեցու պատմությունն էլ աշակերտները սովորում են եկեղեցում։ Ջավախքի հոգևոր առաջնորդները շաբաթը մի քանի անգամ պարապմունքներ են անցկացնում Աստծո տանը։ Երեխաները ծանոթ չեն իրենց պատմությանը։ Վարդապետ Սալբյանը առիթը
Թողնում դպրոցներ այցելելու համար դժվարությունների մասին չի խոսում առօրյայի մի մասն են։ Պայքարում են, որ հայերեն ունենա երկրորդ պետական լեզվի կարգավիճակ։ Մի քանի հայկական դպրոցներում թերթել է գրականության դասագրքերը, որտեղ բացառապես վրացի գրողներ են։ Լինեն նաև հայ գրողներ, որ երեխան մեծանալուց նաև ճանաչի իր ազգի գրողներին։ Ջավախքում 132 հայկական դպրոց կա, բայց բովանդակային մասով դրանք գրեթե չեն տարբերվում վրացական դպրոցներից։ Հայերենն ու հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմությունը հայկական դպրոցներում ընդհանուր կրթության չնչին մասն են։ Ավելի շատ լիներ, ավելի լավ էր։ 4-րդ դասարանում սովորող Օֆելյան երազում է ուսուցչուհի դառնալ, դպրոցն ավարտելուց հետո Երևանում ավարտելու է բանասիրականն ու անպայման վերադառնալու է Ջավախք։ Թողարկման ավարտին մեկ լուր ևս կրթության ոլորտից ստորագրված եռակողմ հուշագրով ուշադրություն կդարձվի կրթական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Շուտով ռազմահայրենասիրական մանկապատանեկան ակումբներ կստեղծվեն հանրապետության բոլոր դպրոցներում։ Կուզենայի, որ զինվոր դառնամ։ 13-ամյա Աննայի Առորյան հագեցած է։ Բացի դասերից նա նաև մարտավարություն, շարային մարտարվեստների պարապմունքներ ու կրակային պատրաստություն է անցնում։ Նա արդեն 1 տարի է Երկրապահ կամավորականների միության մանկապատանեկան ակումբների սան է։ Շուտով նման ակումբներ կստեղծվեն հանրապետության բոլոր դպրոցներում։ Պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները Երկրապահ կամավորականների միության հետ կրթական հաստատություններում աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակով եռակողմ հուշագիր են ստորագրել։ Հայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է մեր հանրապետության համար, ընդգծում է պաշտպանության նախարարը։ Արցախյան գոյամարտն ու ազատագրական շարժումը պարտավորեցնող են եւ երիտասարդ սերնդի հայրենասիրությունը պետք է լինի բարձրակետին, ասում է Սեյրան Օհանյանը։ Քննարկումների արդյունքում մենք ձևավորել ենք մի կարևոր փաստաթուղթ եւ այդ փաստաթուղթը այսօր ներդնելով մեր կրթական համակարգում, կարծում եմ մենք ավելի լուրջ հաջողություններ ունենք։ Կրթության և գիտության նախարարն էլ նկատում է, կրթական համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության արդիականացման կարիք կա։ Մենք չենք ավարտում process-ը այս հուշագրի կնքումով, մենք սկսում ենք գործընթաց իրականում, որը նաև առավել լայն հանրային ընկալման և ներգրավման կարիք ունի։ Հուշագիրը ստորագրած վստահ են, ջանքերը մեկտեղելով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։ Այժմի համար պատրաստել էինք այսքանը, հետևեք ազդարարի հաջորդ թողարկումներին, ցտեսություն։